Գիտես, ցենց ուղեղից մեզ չի տեղավորվում, որ մենք կարանք այս իշխանության օրոք ապրենք ու կարանք այս մարդկանց արժեք համարենք ու մեզ առաջնորդ նշանակենք։ Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը չլինի, նախկինները չլինեն, Հայաստանում դրախտ ալնելու։ Ես մտածում եմ Հայաստանի նման երկիր այնքան անհետաքրքիր է, որ այդ կիսելը չեն անելու, էլի, այդպես բիրիկով են տալու։ Բայց ինքը պրիմիտիվ էջ գեղացի է, մտածում եմ, որ գեղացու ուղեղը ոնց է, մեկին որ խափեց, մտածելու է, այս անգամ խափեցի, մի 5 անգամ հա խափեմ, էլի։ Դիմադրների էջերը սև ցուցակեր են գնում, դու հնարավոր չէ իրենց հրապարակումները չէիր տեսնում, Նիկոլ Փաշինյանն օրը 100 անգամ սենց աչքիդ էր գալիս, էլի։ Ինքը իր մեքենան վառել է, կարամ դաժե ասեմ, ինչի համար է վառե, հաջորդ օրը այդ նույն Նիվա մեքենայից, ախպեր մի մարդ, որ մեքենան վառի, որ ուրիշի վրա գցի։ Երկու նախագահներին, երկրորդին եւ երրորդին կիսամաշ դեմքեր անվանել, որոնք ընտրակեղծիքներով են ընտրվել։ Դա ասում է մի մարդ, որը Հայաստանում համայնք չկա, որի ընտրությունը չի աղավաղել։ Չէ, ուզում եմ ասեմ, բունկերից ղժղժացող մարդը, ասում է առնետի մեջ պես մտել էիք նկուղները։ 7 տարի նստած ես, ինչ ես հետ բերե, բացի ծախսածից։ Լսի Մարկո Ռուբիոն Արարատ Միրզոյանի անուն ազգանունը չգիտի, Հայաստանի տեղը կարող է քարտեզի վրա մանգա չգտնի։ Այս պարագայում նույնիսկ ինքը մտելա բոլորիս ընտանիք, մտելա բոլորիս հարաբերություններ, ամեն ինչ ամենտեղ կարգավորողը ինքն է դարել ու իր ընկերուհին։ Ողջույն, հրապարակն է եթերում, այսօր երկուշաբթի է, տաղավարում ձեզ համար զրուցելու եմ ես և Ավետիսը, ողջույն։ Բարև ձեզ։ Ավետյան, ուզում եմ սկսեմ անցյալ շաբաթվա ամենաերևի դաժան նորությունից, վստահ եմ դու և մեր հետևորդները լսել են Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բերդից։ Իմ մոտ տպավորություն էր, որ մարդը հրաժեշտի խոսք էր ասում, որ որոշել է այլևս երբեք չդադարեցնել հացադուլը և այդ մեթոդով իր կյանքին վերջ է տալիս։ Ինչ կարող ենք անել մենք հայաստանցիներս կամ ինչ կարող անել Հայաստանի իշխանությունը, որպեսզի այդ մարդու կյանքը եւ մնացած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կյանքը փրկի։ Ինձ թվում է բոլորիս մոտ էլ հա նման տպավորություններ, որ ոնց որ թե Ռուբեն Վարդանյանը էլ չի դիմանում կամ այլևս չի դիմանում այն վիճակին, որի մեջ ինքը հայտնվել է, այդ հացադուլը փաստորեն կյանքին վերջ դնելու միջոց է ընդամենը, էլի, այդ իր տանջանքներին, այդ կտանքներին, ադրբեջանական գերությանը վերջ դնելու, որովհետև գիտես ինքը երևի մինչև այդ մի տարի ու կեսվա ընթացքում հույս է ունեցել, որ Հայաստանի իշխանությունը ինչ որ քայլեր կանի։ Որ հայ ժողովուրդը ինչ որ կերպ կանդրադառնա այդ մարդկանց, էլի ինքը իր խոսքում ասում է, չեն դատում մեզ, դատում են ամբողջ հայ ժողովրդին։ Դե ճիշտ է ասում, իրականում բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ այդ դատավարության իրանց փոխարեն կարա լինի յուրաքանչյուրը։ Նայ, տես Հիկմետ Գաջիևը իրանց փոխարեն չի կարող, որովհետև իրանք ավելի կարևոր են, քան յուրաքանչյուրը։ Եթե հիմա մենք բան անենք, փորձենք այդ հիմար հումանիստական բանը մեթոդը դրսևորենք, որ ինչ տարբերություն, ով էր ավակ, պատգամավորներից մեկն էր ասել, ես իմ քանի գերի ունենք, բա մյուսների Ալեն Սիմոնյանն էր ասել, ես իմ քանի գերի ունենք, ինչի ու մյուսների անունները չես տա։ Մյուսների անունները ավելի քիչ նշանակություն ունեն Հայաստանի պատմության համար, քան այդ մարդկանց անունները։ Այդ մարդիկ եղել են Արցախի կերտողները, այդ մարդիկ եղել են անկախության սիմվոլները, այդ մարդիկ եղել են պայքարի սիմվոլները, հիմա այդ պայքարի սիմվոլներին մեր աչքի առաջ սպանում են։ Ու նյուրժելի մենք ոչ մի բան չենք անելու։ Անողը հիմա ասենք ես, դու կամ մյուսը ինչ կարանք անենք մեծ հաշվով, կարանք խոսենք դրա մասին, բան, անողը պետքա լիներ Հայաստանի իշխանությունը, որը պետքա միջազգային ատյաններով, գործընկեր երկրների միջոցով եւ այլն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոցով փորձեր հասնել իրանց ազատ արձակմանը, բայց Հայաստանի իշխանությունը չի ուզում։ Ինձ թվում է քո մոտ էլ այտենց համոզմունք կա, որ Հայաստանի իշխանությունը չի ուզում, որ այդ մարդիկ ազատ արձակվեն։ Ինչի չի ուզում ազատ արձակվեն, որովհետև իրանց մեջ տեսնում է քաղաքական հակառակորդների, հիմա ասում է սպառնալիք է տեսնում։ Իհարկե, լսի, հիմա Նիկոլ ինչ ասում է Արցախը էս հանձնեց, այն հանձնեց, Բակո Սահակյանը հանձնեց, Արկադի Ղուկասյանը հանձնեց,
չգիտեմ Սարոկյանը հանձնեց, Վանեցյանը հանձնեց, այս մեկը Շուշին տվեց, այն մեկը եսի ինչը տվեց, բոլորը տվեցին բացի Իրանից։ Դասի այդ մարդիկ գալու են, ասելու են, չէ՞, իրականում ոնց է եղել։ Չէ, գիտես ինձ ինչ կոնտրաստն է սպանում, որ ասենք այդքան տեսած մարդը, հա, որ ամեն ինչ իր կյանքում ունեցել է եւ փող, եւ իշխանություն, եւ բան, կապեր, ազդեցություն, այդքան ծրագրեր արել, որը մեկը մեկից ասենք, չգիտեմ, հա, արժեքավոր են այս պետության համար ու բոլորս մենք դրա մասին տեղյակ ենք, այդքան տեսած մարդը ասում է ազգային արժանապատվություն, ասում է ինքնորոշում, ասում է հայի կամք, հայի, չգիտեմ, ինքնություն, այդ ամեն ինչն է շեշտադրում, իսկ այս չտեսները, հա, իրանք փոխանակ այդ մարդկանց կյանքը փրկելու համար ամեն ինչ անեն, չգիտեմ, հատիկ առ հատիկ բրաբուս են հետ բերում։ Ինչ բրաբուս այդ հավատան։ Դա, չգիտեմ, Range Rover կամ եսիմ ինչ, ասենք խոտանված Range Rover։ Եսիմ որ թվի, էլի, ու այդ հակադրությունը հասկանում ես, նրա համար արժեքա արժանապատվությունը, չգիտեմ, անկախությունը, հայրենիքը, հողը, սրա համար արժեքա մեքենաները օգտագործված ուրիշից ինչ որ բան խլելը եւ այլը։ Ու դրա ֆոնին մեկ էլ շատ իմ համար տպավորիչ էր Զելենսկու Տրամփի հանդիպման ժամանակ Զելենսկու առաջին իսկ րոպեից այդ գերիների մասին հարցը բարձրացնելը։ Մարդը գնացել է երրորդ երկրի ներկայացուցիչի մոտ, ասում է, ընդհանրապես, հա, գնացել է ինչ-որ տնտեսական պայմանագիր կնքելու, հանում է նկարներ է դնում սեղանին, ասում է, տեսել ես մեր ռազմագերիների հետ ոնց են վերաբերվում։ Այս մարդկանց պիտի հետ բեր։ Այս մարդը ոչ մի ատյանում, ոչ երկկողմանի բանակցություններ, ոչ միջազգային հարթակներ, մի անգամ մի հատ նկար չհրապարակեց, մի հատ մարդու դեմք չհանեց, չասեց, այս գերիներին ես հետ եմ ուզում։ Գիտես, ցենց ուղեղից մեզ չի տեղավորվում, որ մենք կարանք այս իշխանության օրոք ապրենք ու կարանք այս մարդկանց արժեք համարենք ու մեզ առաջնորդ նշանակենք։ Նախ սկսենք այդ առաջնորդ նշանակելուց, Զարա, մենք իրանց առաջնորդ չենք նշանակել, իրանք այս երկիրը բռնազավթել են, այս երկրի իշխանությունը բռնազավթված է։ Հիմա որ ասում ես սենց օդի մեջ, չէ, ինչ է բառը բռնազավթված, չէ, թվում է թե նենց ասում ենք։ Լսի, հիմա ես քեզ հարց եմ տալի, օրինակ քո կարծիքով մոնղոլ թաթարական լուծը ու Նիկոլ Փաշինյանի բռնապետությունը իրարից ինչով են տարբերվում։ Իսկ ում այնտեղ էլ ավելի արժանապատիվ ա եղել։ Այնտեղ գոնե հարկերը վճարել ես, հանգիստ քո համար քո անկախ բանով միավորով ապրել ես։ Այս պարագայում նույնիսկ ինքը մտելա բոլորիս ընտանիք, մտելա բոլորիս հարաբերություններ, ամեն ինչ ամենտեղ կարգավորողը ինքն է դարել ու իր Դե ուզում եմ ասեմ մեծ հաշվով, այտենց չի էլի որ նորություն է, որ հայ ժողովուրդը առաջին անգամ չի։ Ինչի ձևանի, գոնե ֆորման պահպանի, ասի ես էլ եմ պահանջում, ինձ էլ է դա կարևոր։ Ինչի ձևանի։ Որ չգիտեմ, էլի լինի, որ հաջորդ անգամ էլի գնա քարոզարշավ անելու, իրան ինչ որ մեկը լսի։ Այդ պատճառով։ Հա, որոշ հարցերում ձևանում է, օրինակ այդ ժողովրդավարություն, ինձ ոչ մեկ չի բերել, ինչ ժողովուրդն է բերել։ Ավտոբուսով եմ գնում գործի, մետրոյով եմ գնում գործի։ Ասում եմ, ես ժողովրդի տեղապահն եմ, չգիտեմ, իրականում Հայաստանում 18 թվին իշխանությունը բռնազավթվել է։ Հայ ժողովուրդը իրան չի բերել, հայ ժողովուրդը ընդամենը մասնակից է եղել այդ բերելու process-ին։ Ուղղակի մարդկանց մանիպուլացրել են, մարդիկ չեն ճանաչել։ Լսի, այդ մարդիկ, ովքեր հրապարակում գոռում էին Նիկոլ, դրանց քանի տոկոսն է Նիկոլ Փաշինյանին ճանաչում, գիտեք թե ով է ինքը։ Ես կարծում եմ 0.1%-ը։ Այդ մարդիկ ուզում էին իրականում Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվեին ու իրանց խոստացել էին, որ իբր թե եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը չլինի, նախկինները չլինեն, Հայաստանում դրախտ ալնելու, դրախտ։ Հիմա մարդը իմի որ մեկը գա քեզ խափի, հա կարա չէ խափի։ Ասի Զարա ջան, ասենք թե բայց 7 տարի անընդմեջ։ Բայց էլ այդ մարդիկ հասկացել են, չէ՞ որ խափված չեն, բայց ուշ է արդեն։ Լուսի ուշ է։ Հիմա եթե դու մի բանը որ քեզնից տարել են, հիմա դու հասկացել ես որ խափված ես։ Էնգել ես ասում ես ախպեր հետ տուր, այդ ինչը որ ինձնից տարել ես, հետ չեն տալի։ Ինչ կարաս անես։ Ասում է հետ ժողովուրդը ուզի կգնա։ Լսի, բայց ոնց է արտահայտվում այդ ժողովրդի ուզելը։ Այսօր միջալոց երկու հատ գրառում է առավոտը երկու նախագահներին, երկրորդին եւ երրորդին կիսամաշ դեմքեր անվանել, որոնք ընտրակեղծիքներով են ընտրվել։ Դա ասում է մի մարդ, որը Հայաստան համայնք չկա, որի ընտրությունը
չի աղավաղել, հա, ասենք Վանաձորի համայնքապետին 2 տարի 7 ամիս նստածրել է, որ իշխանություն չձեռք բերի, Գյումրու քաղաքապետի նկատմամբ քրեական գործերը հարուցել, որ ձեռից խլի, բոլոր տեղերում ինքը քիթը խոթել է, Գորիսի քաղաքապետին դատել է, որ չկարողանա իշխանության Ալավերդիում մարդկանց ահաբեկել է, առել է, ծախել է, փարաքյալ, ամենտեղ, դաշը Բերթում կարծեմ, չէ, Բերթ համայնքում, Կապանում, Մեղրիում, Սիզյանում, Մեղրիում քրեական հոդված, այս մարդը ասում ընտրակեղծ էր, ասենք գոնե նախկինները այդքան ամոթ հաբուր ունեին, ասենք եթե ինչ որ բան էլ անում էին, սենց չէին անում, այս ինչ խայտարակություն, դու երկրում մի հատ ընտրություն չես թողել օրինական, ասում ես կիսամաշ ընտրակեղծարարներ։ Հիմա ինչ վերաբերում է կիսամաշին, մարդը երբ որ քաղաքականության մեջ է, բնական է, որ ինչ որ չափով մաշվում է, թե իր հանրային ռեսուրսը, թե իր ազդեցությունը, հա մաշվում է, դրա մեջ ոչ մի ես չեմ կարծում, որ քաղաքական գործի համար որ ասեն կիսամաշ, չմաշված այն մարդը քաղաքական գործիչը, որը 3 է մտել, բայց ես քեզ ասեմ կոմենտներ կար, որ բայց ինքը լրիվ մաշված է։ Այո, մեր հետևորդներից շատերը մտել էին գրել էին, որ դու 50 տարեկանից 70 տարեկանի տեսք ունես, կուզդ ու փորդ վրա է եկել, քեզնից մաշվածը, այն էլ Ալիևի կողմից մաշվածը չկա։ Լսի, բայց հարցը մենակ տարիքը, տեսքը կամ կուզն ու փորը չի։ Տարիքը նաև բան, մաշվածությունը նաև այն է, որ նայի այսօր լավ թե վատ, երկրորդ եւ երրորդ նախագահները Հայաստանում ունեն հանրային վստահության որոշակի ռեսուրս։ Մարդկանց ինչ որ մաս կա, որը ի դեպ նաև Նիկոլ Փաշինյանի գործունեության շնորհիվ կամ արդյունքում, հա, ունի շատ աճեց, ասենք մի բան էր 2018-ին երրորդ նախագահի վարկանիշը, մի բան կամ երկրորդին է, մի բան է լրիվ։ Բայց դու հիմա պատկերացնում ես Նիկոլը հանգարց տերերի կողմից անտեր մնա։ Իսկ թվում արդեն մնաց։ Դե մնացել է, ես էլ ինձ էլ է թվում։ Ասենք ինքը իր մասին ով է հիշելու են մենակ անեցքով, քֆուրով, Հայաստանում մի հատ բառ կա, ամենատարածված, Նետնազովյալը հետ, դարձի եկած։ Էդի ասում են այն մարդկանց համար, ովքեր խաբվել են, ասում է դա մարդու հետ խոսում եմ, ասում է դարձի եմ եկել։ Հա, այսինքն խաբված եմ եղել, հիմա հասկացել եմ, թե ինչա տեղի ունեցել իրականում։ Երևի մեր դիտողները մի հատ անդրադարձ անենք էլի դրան, լսած կլնեն Ջին Շարպի անունը։ Իրականում քաղտեխնոլոգ է, գրել է այդ գիրք կա, գրել է թե ոնց պետք է անեն գունավոր հեղափոխությունը։ Ու դա մասնավորապես ձեռնարկ էր, շատերը ասում էին, որ Ամերիկայում նույնիսկ ասում էին, որ ինքը ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության հետ է կապված։ Ինքը գրել էր, թե ամերիկացիները հատուկ ծառայությունները իրանց ուզած մարդկանց ոնց պետք է բերեն իշխանության տարբեր երկրներում։ Գրքի անունը իհարկե մի քիչ այնց ռոմանտիկ էր, բռնապետությունից դեպի ժողովրդավարություն եւ այլը։ Լսի, Նիկոլ Փաշինյանին իշխանություն են բերել, եթե դու այդ ձեռնարկը կարդաս, կզգաս, որ մաքուր գունավոր հեղափոխություն է, այդ դագաղներով թաղումները, այդ պաշտոնյաների հետևից գնալը, այդ բաներով Իսկ մենք կարող ենք հիմա այդ ձեռնարկը օգտագործենք մի հատ էլ Նիկոլի նկատմամբ։ Չենք կարա։ Գիտես ինչի համար։ Չէ, որովհետև դու դա ամերիկյան լսի, հատուկ ծառայությունները կարան օգտագործեն, որովհետև դրա համար, ասենք ես ու դու չենք կարա կարդանք ու այդ ձեռնարկով հեղափոխություն անենք, որովհետև դրա համար պետք է ռեսուրս, նաև շանտաժի ռեսուրս։ Այնտեղ ասում է, որ պետք է պետական կառավարման համակարգում մարդկանց առնես, մարդկանց շանտաժի ենթարկես, վախցնես փողով, մի մասին կամպրոմատով, այդ ամեն ինչը արվել է 17-18 թվերին արվել է եւ դրա արդյունքում Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության։ Հիմա ես ու դու ոնց կարանք պաշտոնյա առնենք, ասենք տարեկան մի քանի միլիոն դոլար պետական բյուջեից գողացող պաշտոնյանին ես ու դու այդքան ասենք ախպեր մի 5000 կամ 10000 դրամ տանք անցի բանի ընդդիմության կողմը չի լինի, էլի։ Կասինգեր ես ինչ ես ասում, անհամեմատելի առաջ։ Բայց այդ նշանակում է քո ասացից ելնելով նշանակում է, որ մենք ելք չունենք, որ ինքը իրանից ազատվելու ինչ տարբերակ մնացել։ Լսի, ես էլի եմ ասում, սենց երկրներում երբ որ մենք ասում ենք, որ իշխանությունը բռնազավթված է, արեք մենք մեզ չխաբենք։ Մի հատ տարբերակ կա ու դա այդ հնարավորությունը իրականում կա։ Եթե Ամերիկայում մնային այն ուժերը, որոնք
կային մինչև հիմա, դեմոկրատները գլոբալիստները, ասենք ասենք, որոնք նույնիսկ Տրամպի առաջին նախագահության օրոք մեծ ազդեցություն ունեին երկրում ու նաև Տրամպի աշխատակազմում։ Հիմա այդ իրավիճակը փոխվել է, հիմա ինչպես ասում է դասականը, իրավիճակա փոխվել, այո։ Հիմա ինչ են կանել։ Գործընթացներ են Գործընթացներ են ընթանում։ Իսկ կարող է առանց մեզ հիմա մեզ բաժանում են, ինչ որտեղ հատկացնում են, ինչ որտեղ նվիրում են, ինչ որտեղ շահարկում են, ինչ որտեղ կիսում են։ Հնարավոր է այդ ամեն ինչը։ Իհարկե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Ես չեմ բացառում, որ լսի, Ուկրաինայի նման հզոր երկիրը մեծ, տնտեսապես անհամեմատելի, բնակչության թվով, այսօր դրած կիսվում են, փաստացի կիսվում են։ Դու մտածում ես, ասենք Հայաստանի նման երկիրը, Ես մտածում եմ Հայաստանի նման երկիրը այնքան անհետաքրքիր է, որ այդ կիսելը չեն անելու, էլի, դա բիրիկով են տալու։ Ինչ որ մեկի մանրադրամներ լինեն։ Չէ, Հայաստանը ուղղակի կիսելու տեղ չկա, այնքան փոքր է, որ անհնար է կիսել։ Չէ, ասենք Վրաստանն ու Ադրբեջանը կիսեն, մենք էլ տենց դաչի փոխարեն գնանք էլի, բան։ Դե տարբերակներ է, բայց ուզում եմ ասեմ Հայաստանը կիսած որևէ մեկ, ասենք Հայաստանը կարան ենթադրենք կիսեին, մենք էլի որ հետ են գնում, միշտ ասում են, չէ, պատմության դասերը, ինչքանով են պատմության դասերը ազդել ներկա որոշումների կայացման վրա, դե վերջը փորձ է, չէ, բայց պատմության դասը փորձ է։ Հիմա ոնց որ ես ու դու գնանք, տեսնենք մի հատ դիմացներս փոսա, ընկնենք այդ փոսը, հաջորդ անգամ պետք է մտածենք մեր դիմացը փոսը, եթե տենց նույն քայլերը անում ես, ընկնում ես այդ փոսը։ Դրա համար է պատմությունը ինչ որ ձևի իմաստավորվում։ Հայաստանը այն ժամանակ հնարավոր էր կիսել իր չափերով, իր աշխարհագրական դիրքով հնարավոր էր։ Հիմա Հայաստանը հնարավոր չի կիսել, որովհետև եթե Հայաստանից առանձնացնես Սյունիքը, այն մնացած մասը արժեք չի ներկայացնում։ Աշխարհակ որպես տարածք Այսինքն կիսել հնարավոր չի, վերացնել հնարավոր է։ Վերացնել հնարավոր է, հա, վերացնել հնարավոր է։ Լսի, մի հատ հետաքրքիր հարց ունեմ քեզ, քանի որ խոսեցինք գունավոր հեղափոխություններից ու խոսեցինք Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիներից, շատ կարևոր է իմ համար հասկանալ։ Արդյոք հայ ժողովուրդը որպես, չգիտեմ, հավաքական կերպար, որպես ինչ-որ տենց արժեք միավոր, ինքը եթե հիմա չունենա արտաքին ազդեցություններ, չունենա արտաքին ինչ-որ մեխանիզմների, չգիտեմ, ինչ-որ գրքերի ու մանուալների կիրառում, ինքը կընտրի ճիշտ ուղղությունը։ Իսկ եթե մարդուն հիմա հայ մարդուն հնարավորություն տան կընտրելու Նիկոլ Փաշինյանի ու ինչ-որ հայրենասեր լիդերի միջև ինքը կընտրի հայրենասերին, թե կշարունակի խապված մնալ եւ կընտրի Նիկոլ Փաշինյան։ Եթե հնարավորություն ունենանք ընտրելու Արցախի ու, չգիտեմ, այս իրավիճակի միջև ինչ-որ ճիշտ ընտրություն կկատարի, ընդհանրապես գերիների վերադարձը կպահանջի որպես, չգիտեմ, արժանապատվության վերականգնման մի մաս, թե չէ։ Թե անհույս է, թե արդեն ժողովուրդն էլ են փչացրել։ Նայ, ախր Զարա, դու միշտ մի բան, մենք ապրում ենք այսօրվա օրով, մեզ թվում է, թե այն ինչը որ հիմա տեղի է ունենում մեր հետ, դա շատ է տեղի ունենում, հա, ինչ որ շատ է ու արագ արտառոց, ինչ որ sense արտառոց բաներ են տեղի ունենում, որ դրանք երբեք տեղի չեն ունեցել, որ չգիտես ինչի հենց մեր հետ տեղի ունեցան, ախր մենք լսի, օրինակ Ռուբեն Վարդանյանի օրինակի վրա քեզ մի հատ հարց եմ ուզում տալ։ Ասենք եղել է, չէ, մեր պատմության մեջ ամենադասական օրինակը, երբ որ մեր Արշակ թագավորին տարել են Պարսից արքունիք եւ ոչ միայն Արշակին, այլ նաեւ Հայաստանի փաստացի զինված ուժերի հրամանատարին, չէ, եւ սպանել են։ Այն ժամանակ սպանելը ավելի վատ ձև է, չէ, մորթազերծ են արել, այսինքն կաշվահան են արել եւ մեջը դարման են լցել։ Ու լսի, ամբողջ պատմության մեջ միլիոնավոր նման օրինակներ կան։ Ուղղակի այս դեպքը, որ մեր հետ է եղել։ Բայց 21-րդ դարում լսի, Զարա ջան, հիմա ես քեզ մի հատ հարց եմ տալի։ 21-րդ դարում Ամերիկայի նախագահն ու պետքարտուղարը, Հիլարի Քլինտոնը, նստած ուղիղ եթերով նայում էին եւ ուրախանում էին, թե ոնց է ժողովուրդը Մուամմար Կադաֆիին սպանում։ Դա 21-րդ դարում է եղել։ Լսի, ու Ամերիկայի նման քաղաքակիրթ երկրի իշխանությունները հրճվում էին, որ իբր թե տեսեք բռնապետին տապալում են։ Լսի, մենք sense մեր օրինակը մեր վրա, մենք նայում ենք մեր օրինակին, մեզ թվում է, արա, այս ինչ արտառոց բան է, ոնց է աշխարհը հանդուրժում, բարա ոնց
գետինը չի երկու մասի կիսվում, մենք մտնենք մեջը կամ այդ անտարբերությունը մտնի մեջը։ Լսի, ընդհակառակը, Զարա իրականում այդ քաղաքակրթություն ասվածը, բարեկրթություն, քաղաքակրթություն, հումանիզմ, վերջի մի 50 տարվա բան է, այնց քիչ թե շատ դերասանություն է, էլի։ Այն էլ ինչի արդյունք Ինչ ես ուզում ասես, որ Արցախի գերիները պետք է Լսի, որովհետև ես ուզում եմ ասեմ, որ միշտ էլ պարտված երկրները գերի են ունեցել։ Եթե չենք ուզում գերի ունենանք, պետք է հաղթեինք, պետքա հաղթեինք, բայց հաղթելու համար մենք Նիկոլ Փաշինյան պետք է չունենայինք, պետք է, չգիտեմ, Ալեն Սիմոնյան չունենայինք, Արմեն Գրիգորյան չունենայինք։ Նիկոլից ազատվելու կազատվենք։ Լսի, հայ ժողովուրդը վաղուց ընտրություն է կատարել, այն որ դու ասում ես հայրենասերի ու դավաճանի միջև կընտրի, նորմալ մարդու թե Նիկոլ Փաշինյանի միջև կընտրի, իհարկե հայ ժողովուրդը իր մտքում, հոգում արդեն այդ դավաճանին մերժել է։ Լսի, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ոչ թե 0 է, -100 է, -100։ Լսի, հիմի որ ինքը տենց Գյումրիում իրան ճղմա, գորգռմա, նկուղներն են մտե, պատվալներն են մտե, առնետները, չգիտեմ, ինքը ինչի համար է Էլի հին ճղճղում։ թեմաներն է մեյդանգցել, չգիտեմ։ Լսի, որովհետև ինքը տենում է, որ 0 վարկանիշ ունի, մարդիկ իրանից նողկանք են ապրում։ Հիմա Դա որ զզվանքի նողկանքը գիտես, չէ, զզվանքի գերադրական աստիճանն է։ որ ասեց հատիկ առ հատիկ հետ են բերելու սիրելու են իրան։ Չէ, լսի, ես Ասма բանը մեքենաները, բրաբուսները, եսի ինչերը հատիկ առ հատիկ հետ են բերել։ 7 տարի նստած ես, ինչ ես հետ բերել, բացի Լսի, ծախսած։ իր խելքով, քանի որ ինքը պրիմիտիվ է, պրիմիտիվ էշ գեղացի, լսել ես։ Ես էլ եմ գյուղացի։ Նաև կարամ ասեմ գեղացի եմ, ես դրանից էլ վատ չեմ զգում, բայց ինքը պրիմիտիվ էշ գեղացի է, մտածում եմ որ գեղացու ուղեղը ոնց է, մեկին որ խափեց, մտածելու է, այս անգամ խափեցի, մի 5 անգամ հա խափեմ, էլի, սենց էլի, հա խափեմ, որ մի անգամ բայց ստացվում է։ նույն ստով։ Հա, ինչ ասում եմ, որ ուրիշ սուտ չգիտի այդ մարդը։ Ինչ մտածի։ Չգիտեմ, նոր հնարք, Նոր ինչ մտածի։ Դու իր տեղը Հիմա ասենք այդ լսել են 21-ին խոստացել է որ հետա բերելու, դրանից առաջ 19-ին խոստացել է որ հետա բերելու։ 7 տարի անցել, վերացնել ենք տեսել, ծախսացնել ենք տեսել, հա։ Գնացել է Գյումրի, մտածում եմ մարդիկ աղքատ են։ Հա։ Գիտես, Շիրակի մարզը ամենաաղքատ մարզն է, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ։ Գնացել է, այդ մարդկանց խափում է, իբր թե կբերեմ, չգիտեմ, մտածում եմ սենց ասեմ, այս մարդիկ ասեն, հա, բան էլի, ոչինչ, մի անգամ է թող խափի, մի անգամ է խափվենք։ Հետո դրա տակ իրականում մի հատ թաքնված միտք կա։ Ինքը իրականում Գյումրի ընտրությունները կեղծելու է։ Զարա ջան, կեղծելու է միանշանակ։ Դե չկեղծել, հետո կնստացնի, չգիտեմ, բանկանի։ Ես մեխանիզմը, դու մեխանիզմն ես ասում։ Կսպառնա, բան, անվականու անդամներին, Սպանի, ընտանիքներին կսպանի, երեխեքին կմորթի։ Չէ, քրական գործերով կսպառնա, մարդիկ մանդատները կդնեն, 1000 բան կանի, ինչ մի։ Հա, մեկին մեքենայի տակ կգցի, ասենք Սոնա Մնացականյանից ինչը, մեկի հղի հարսին կգողանան, կտանեն, կխաշեն, կուտեն։ Ինչ իմանամ, ինչ ասես կարան անեն ախպեր։ Մի հատ բան հարցնեմ, էլի, մենք համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իրանով չի, չէ, այս տեխնոլոգիաները կիրառում։ Ես օրինակ անկեղծ համարում եմ, որ ինչ որ քո ասած կամ այդ ձեռնարկների միջոցով կամ այլ ինչ որ, չգիտեմ, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջոցով իր համար այս 7 տարի շարունակ քաղ տեխնոլոգներ են աշխատել։ Բավականին մասնագետ, բավականին լավ որակի, բարձր որակի քաղ տեխնոլոգիաներ են կիրառել, որ այս մարդկանց կարեցել է ժողովրդին կարեցել է այսքան անգամ խափի։ Հիմա փաստա չէ, որ ընդեղից էլ այդ բանը չկա, այդ մասնակցությունը ասում է, թիմը գնացել է հետ տներով, էլ այդ թիմը չի աշխատում, այդ նշանակում է, որ ինքը հին երգերն է կրկնելու։ Զարա ջան, նախ այդ թիմը չկա, երկրորդը Facebook-ի բանը չկա, ալգորիթմը, որը իր օգտին էր աշխատում, ինչ ալոց էլ ասեմ, գիտես չէ, դիմադիրների էջերը սև ցուցակեր են գնում, դու հնարավոր չէ իրենց հրապարակումները չէիր տեսնում, Նիկոլ Փաշինյանը որ 100 անգամ սա աչքիդ էր գալիս, էլի ինքը դա սուպեր պոպուլյար էր։ Չէ, բացի դել եմ ասում, մի մարդու կարաս մի անգամ խափես, երկու անգամ խափես, նույնիսկ ամենալավագույն քաղ տեխնոլոգը։ Չէ, հիմա դե կարա ինթազասուտ մտածել։ Չեն կարա, լսի մարդուն, մի մարդ, լսի ախր հարցը նոր ստի մասին չի, պետք է նոր ստախոս ճարեին։ Լսի, չէ, որովհետև մի մարդը որ անընդհատ մուլտ կա, կարող է նայած լնես, այն որ երեխեն գնում է
ես փոքր ժամանակ գայլերը գալիս են տեսնում են գայլերը չկան, հետո երրորդ անգամ էլ չեն գալի, ախպեր, գայլերը գալի ուտում են, գալի լացում ասում գիտես ինչ կա, ասում են ախպեր, դեռ չկա, էլ արդեն քո հավատի։ Լսի Նիկոլ Փաշինյանը հիմի որ ասի 2-ին գումարած 2 հավասարա 4-ի, մարդիկ ասել են ախպեր, կստե մի բան այն չի, կարող է էսի հերթական սուտն է խոսում։ Հա, ես լուրջ եմ, ուզում եմ ասեմ, եթե մարդը ստախոսի համբավ ունի, էլ անհնար է դրան ուզում ես աշխարհի 500 քաղ տեխնոլոգ բեր, աշխարհի բոլոր քաղ տեխնոլոգ, մարդիկ գիտեն, այս մարդը սուտ է խոսում, всё։ Նույնիսկ ամենաակնհայտ բանը, ճիշտ բանը ասում է, մարդիկ ասում են, չէ, ախպեր, դու սուտ ես խոսում, քեզի հավատալու ռեսուրս չկա։ Հիմա Գյումրիում ինքը ընտրությունները կեղծելու է, ո՞նց է կեղծելու։ Դու ասում ես որ մարդկանց սպառնալու է, ես ասում եմ մի քիչ թիվ են նկարելու իրաց ձեռնային թեղը։ Հա, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ է իրանց ձեռը, տեղական հանձնաժողովներն էլ, լսի, եթե մենք բոլորս տեսնում ենք, որ այդ մարդը բան չունի, 3%-անոց հանրային ռեսուրս չունի, գնում է Գյումրի, գյումրեցին բացի մի 20 պաշտոնյայից ուրիշ մարդու նույնիսկ սպառնալիքնով չեն կարող փողոց հանեն, որպես աջակից ներկայացնելու էլի Նիկոլ Փաշինյանի աջակից։ Վա, այսօր նկարներ էին դրել, բանը, իրանց այդ բանակով քայլում են Նազենի, ինչ անուն է դա։ Այն խոսնակը է գրել։ Բաղդասարյանն։ Հա, բանա, ապացույցները ոնց են մեզ դիմավորել, բայց ես էլ նայեցի դե մարդ չտեսա, ոնց որ իրանք իրանցով էին։ Հա, դե հիմի հա մի 500 հոգի իշխանավոր կարան հավաքեն։ Լսի, ես հիշում եմ հոկտեմբերի, այս Երևանի 23 թվականի ընտրությունների ժամանակ Արմավիրի մարզպետին հրահանգել էին, որ գյուղապետերին, չգիտեմ, SNN այդ մարդկանց որպես Երևանի վաստակավոր ընտրող ելն են գալ։ Լսի, նույնիսկ այդ գյուղապետերը եկել էին, ասում էին ամոթու փախանք միտինգից։ Հիմի դու պատկերացրա։ Իսկ դու հիշում ես, որ երեկոյան 8 ժամի էին արել, որ չերևա ինչքան մարդ հավաքել։ Լսի, երեկոյան 8 ժամի էին արել, դա էլ իրանց դեմ աշխատեց։ Այդ մարդիկ մտածել էին մութա, էլ հնարավոր չի տենալ ով կա ով չկա, ուսախ փախել էին, բայց մտության քողի տակ փախան։ Մի խոսքով մարդ չգիտի, ասենք լաթը խնդա, բայց սարսափ։ Եթե ինքը, լսի, ես ինչ եմ ասում, ինքը կեղծելու է, ինքը իմ այդ ամեն ինչը տեսնում է։ Զարա ջան, իր կյանքը կեղծիք է։ Ուրեմն լսեք, Նիկոլ Փաշինյանի կյանքը ծնված օրվանից մինչև առեսօր ապրելա կեղծիքի մեջ։ Ինքը մի բան կյանքում իրական չի արել։ Ուզում եմ մի հատ բան էլ ասեմ։ Ինքը իր մեքենան վառել է, կարամ դաժե ասեմ, ինչի համար է վառե, հաջորդ օրը այդ նույն Նիվա մեքենայից, ախպեր մի մարդ, որ մեքենան վառի, որ ուրիշի վրա գցի։ Զարա, դու պատկերացնում ես, ես այդ ժամանակ աշխատում էի։ Հայկական ժամանակ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն էլ քո ղեկավարն է։ Իմ ղեկավարն էր։ Ախպեր, ես ամոթու գեդինն էի մտնում, մտածելով, որ ոնց կարա այս մարդը ախպեր ինքը իր ավտոն վառի, որ գցի ուրիշի վրա, որ դրա տեղը նոր մեքենան, այդ նոր Նիվա, ով որ այդ Նիվան իրան նվեր էր տվել, այդ մարդը մահացել է, այդ Ռաֆիկ էր անունը։ Արմենիա Լադայի սեփականատերն էր։ Հաջորդ օրը իհարկե այդ նույն մարդը Նիկոլին այդ նույն Նիվայից նվեր տվեց։ Ու ասենք ոչ մեկ չարծրեց ախպեր, բայց լավ, այդ ինչի համար, այսինքն կարար ամեն օր մեքենա վառեր, ամեն օր մեքենա նվեր ստանալ։ Այդ մարդու կյանքը կեղծիք է եղել։ Հիմի կային էլ ասում է, չգիտեմ, պատվալներից։ Ախպեր մեկը չկա հարցնի, արա, ինչ պատվալ։ Պատվալում, բանում բունկերում։ Հա ժողովուրդը մենակ քեզ է տեսել։ 2 տարի էլ ընդհատակում ա եղել էլի։ Մի պատվալել է։ Դե այն ժամանակ հələ գոնե իշխանություն չուներ։ Պատկերացնես մարդ իշխանություն ունենա պատվալում լինի։ Զելենսկին հակառակը Կիևի փողոցով բանով առանց զենքի բանի մաներ գալիս, որ ապացուցի, որ ինքը իր երկրի տերն է, մերն էլ պատվալներ։ Չէ, ուզում եմ ասեմ բունկերից ղժղժացող մարդը, ասում է առնետի մեջ պես մտել էիք նկուղները։ Էդ էլ մի բան էլ ասեմ ու վсё։ Ու վերջ։ Լսի, իմ կարծիքով ինքը այդ նկուղները, առնետները ասում է մի բանի համար։ Իր համար ալիբի է ստեղծում ընտրակեղծարարության համար։ Ինչի համար եմ սա ասում։ Ասելու է, ախպեր, բա կեղծեցինք, որ այդ առնետները դուրս չգան պատվալներից, կամ նորից հետ մտցնենք պատվալները։
Շատ լավ Արդարացում է, չհասկացանք, ուզում էիք ինչ է, ուզում էիք արդարելներ ընտրությունը, որ բանը առնետները լցվեին Գյումրին։ Հիմա դու օրինակ ո՞նց ես մտածում։ Առնետ կեղծիք լինի, առնետները նորից հետ մտնեն նկուղները, թե արդար ընտրությունը լինի, առնետները դուրս գան լցվեն Գյումրիի փողոցները։ Իմ քաղաքապետարանի շենքը։ Առանց մեկնաբանությունների ես քեզ խնդրում եմ։ Սա անհնար է։ Հա, շատ սպասելի վարքագիծը։ Ես բացարձակ չեմ զարմանա։ Հա, վաղ կասի ես դե հանուն դրա եմ։ Կեղծիքը արվել է Ու հանուն առասարակ որտեղ ինչ կեղծել եմ, հատուկ դրա համար եմ արել, որ բան նախկինների վերադարձը թույլ չտալու։ Հա, վաղը որ ընտրություն կեղծի 2006-ին։ Չէ, ասենք 21-ին չի արել։ Ես միանշանակ վստահ եմ արել։ Հիմա գլը գնա փողոցում հարցերը մարդկանց հարցերը ասա, ով որ մեկը տա 21։ Դու ոչ թե 680 հազար մարդ չես գտնի, որ ասի ես Նիկոլին ընտրել եմ։ Մի մասն է կարող է ամանչում այդ բան չունեմ ասելու, որ թաքցնում է։ Հա, թաքցնում է, որ ընտրել է, բայց դե դա էլ է արդեն լուրջ բան, չէ՞, արդյունք։ Իհարկե։ Մի խոսքով տեսնենք ինչով է ավարտվելու այս շաբաթ, մեծ ասեմ քեզ ընդհանուր քաղաքական միջավայրը բավականին տխուր է ու հուսահատված, եթե անկեղծ լինենք։ Հույս ունենանք Գառնան Զարթոնքի հետ նաև մեր քաղաքական դաշտը կարթնանա։ Ինձ թվում է դրա լրիվ հիմքերը կա։ Զարա ջան, ելի եմ ասում, ինքը մնացել է անտեր։ Ինքը ջղաձգվում է, որովհետև որևէ հենարան չունի։ Իրա միակ հույսը դա ամերիկյան վարչակազմն էր, Բլինկենն էր, որը իրանց խոստացել էր, որ խաղաղության պայմանագիր ստորագրել կտա եւ դրանով Ամերիկայի Միացյալ Նահանգները կդառնա Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգության երաշխավորը։ Բլինկենի իշխանությունը չկա, ամերիկացիները դու տեսել ես, որ Արարատ Միրզոյանը թեկուզ հեռախոսով խոսացած լինի ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Լսի, Մարկո Ռուբիոն Արարատ Միրզոյանի անուն ազգանունը չգիտի, Հայաստանի տեղը կարող է քարտեզի վրա մանգա չգտնի երկար ժամանակ։ Այդ հենարանը իրանք կորցրել են։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ վաղը որպես այդ որ բանը Հիկմետ Գաջիևը ասում է ռազմական հանցագործ, այդ ռազմական հանցագործի անվան տակ վաղը կարան իրան պահանջեն, որովհետև ինքը կոչ է։ Չէ, ինքը բան ազգային հերոս է, խիմ Ոչ, քեզ է թվում։ Ինքը կոչ է արել, որ ջոկատներ կազմեք, գնացեք Ադրբեջանի դեմ կռվելու։ ՔՊ-ն ունեցել է ջոկատ, Աննա Հակոբյանը ունեցել է ջոկատ։ Դրանք բոլորը ռազմական հանցագործներ են, ըստ Ադրբեջանի բնորոշման։ Եթե Ադրբեջանը պատրաստ է իշխանափոխությունից հետո այդ ռազմական հանցագործներով զբաղվի, ինձ թվում է հայ ժողովուրդը կարա ադրբեջանցիներին եւս ներգրավի դատական process-ներում։ Չէ, լավ, դու հայ մարդուն ադրբեջանցիներին հանձնել։ Այ մարդ կարող է թող բերեն, որ հայ չեն։ Այդ արդեն առանձին կքննարկենք։ Այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, խնդրում եմ ներքևի հատվածում մեզ բաժանորդագրվել, մեկնաբանություններ գրել, կարող եք լայք դնել կամ դիսլայք դնել, եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք։ Իսկ մենք կլինենք երկուշաբթի մյուս եթերում ձեզ հետ, հա։ Այո։ Հաջողություն։